Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ ինչպես տեղեկացրել ենք մեր հայտագրերով, այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի հայոց պատմության գրավոր ավանդված պատմության ամենավաղ շրջանին, այն է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակին։ Վերջի հաղորդումները, այսպես իրար հետևից մի քանի հաղորդում ամբողջությամբ նվիրված էին նորագույն շրջանին, մենք որոշեցինք այսօրվա հաղորդումը նվիրել 3-րդ հազարամյակին, որպեսզի ավելի այսպես ամբողջական պատկերացում տանք մեր հայրենակիցներին, քանի որ այս ժամանակաշրջանը մեր պատմության թերևս ամենաքիչ լուսաբանված շրջաններից է, եթե չասեմ ամենաքիչ լուսաբանվածը։ Քանի որ հաջորդ մեր հաղորդումը եթեր կհեռարձակվի օգոստոսի 11-ին, իսկ այս տարվա օգոստոսի 11-ին, ինչպես հայտնի է, դրանում է հայոց բունտոմարի 4500-ամյակը, եւ բնականաբար մեր հաջորդ հաղորդումը կնվիրվի այդ կարևոր ու մեծ գեղեցիկ տոնին, եւ քանի որ սա այս 4500-ամյակի իրադարձությունները նույնպես առնչվում են 3-րդ հազարամյակին, դրա համար այսպես տրամաբանական շղթայի մեջ լինելու համար որոշեցինք այսօր ներկայացնել Հայաստանի գրավոր ավանդված պատմությունը, բնականաբար օտար աղբյուրներով ավանդված պատմությունը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի, իսկ հաջորդ հաղորդմանը մենք այսպես տոնական մի հաղորդում կանենք նվիրված ավանդական մեծ հաղթանակի, ըստ մեր ավանդության Հայկի Բելի նկատմամբ տարած հաղթանակի եւ ի նշանավորումն դրա հայոց բունտոմարի 4500-ամյակի իրադարձության։ Ավանդույթի համաձայն ուրեմն նամակներին անդրադարձ կատարեմ, ասեմ, որ մի քանի նամակներ մենք ունեցանք պարզապես ջերմ արձագանքներով, այսպես բարձր գնահատականներով, հատկապես Նեմրուդ ֆիլմից ցուցադրված հատվածների վերաբերյալ։ Նյութը բավականին անծանոթ էր մեր նախորդ հաղորդման Կոմագենեի Երևանդունյաց թագավորությունը, շատերի համար անհայտ, շատերի համար նույնիսկ երկու Նեմրութի գոյությունն էր նորություն, եւ ըստ էության հարցեր չեղան, միայն այսպես շնորհակալության եւ շնորհավորանքի խոսքեր։ Փոխարենը մենք ունենք հարցեր նախորդ հաղորդման նվիրված, նախորդ հաղորդումներին հատկապես իսլամադավան հայություն, ցեղասպանության խնդիրներ։ Ես մի քանիսին համառոտ կուզենամ անդրադառնալ եւ անցնենք մեր այսօրվա նյութին, որը բավական ծավալուն է լինելու։ Ուրեմն մեր նամակագիրներից Աշոտ Շահինյանը պատմաբան կրկին անդրադարձել է ցեղասպանության գաղափարական, քաղաքական, կազմակերպչական նախապատրաստման եւ իրականացման գործում մասոնների եւ սիոնիստական կազմակերպությունների դերակատարման խնդրին եւ այսպես հետաքրքիր ձևակերպում ունի Արագածոտնի մարզի հարյուրավոր ուսուցիչների եւ շարքային դաշնակցականների եւ ոչ միայն դաշնակցականների տրամադրությունը արտահայտած կլինի, եթե ասի, որ նպատակ ունի, ցանկություն ունի, որպեսզի էկրանից բարձրաձայն ասվի այն, ինչ որ իր կարծիքով այսպես գաղտնի է պահվում կամ կիսագաղտնի է պահվում։ Ես անցած մեր հաղորդման ժամանակ ասեցի, որ այդ մասին դա վաղուց կարելի է համարել, որ գաղտնի չէ, ուրիշ բան չէ, Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը» պատմության դատաստանի առաջ երկաթորանոց այդ կարևոր ուսումնասիրությունը դեռ խորհրդային ժամանակներում է տպվել եւ այդ ուսումնասիրության մեջ մոտ 15-20 էջ, եթե չեմ սխալվում, նվիրված է հենց այդ խնդրին։ Երիտթուրքերի մեջ սիոնիստների, ծագումով հրեաների ներկայության մասին, նաեւ նրանց մասոնական պատկանելության մասին, սա այնքան հանրահայտ է, որ հենց այսօր կարող եք մտնել թուրքական մասոնականության պաշտոնական վեբ կայքը, որ ազատ դրված է ինտերնետում, եւ իրենց առաջին գրոսմաստերը դուք այնտեղ կտեսնեք Թալիաթ Փաշա։ Այսինքն թուրք մասոնականության հիմնադիրը, որը այսօր հպարտությամբ նշում է այդ մասին եւ որի ներկայացուցիչներն են եղել ըստ էության նաեւ թուրքական հանրապետության հիմնադիրները, իրենք հպարտությամբ են նշում, որ հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը եղել է մասոնական իրենց գլխավոր օթյակի գրոսմաստերը։ Գուցե մենք առիթ կունենանք հաղորդում, այսպես մի առանձին հաղորդում էլ անելու հենց այդ խնդրին,
Թուրքիան, սիոնիզմը, մասոնները եւ հայոց ցեղասպանությունը։ Այստեղ նամակագիրը ինքն էլ է գրում, որ իհարկե սա եւս չի վերցնում թուրքական պետության վրայից պատասխանատվությունը, այստեղ մենք ունենք ճշմարտությունը իմանալու խնդիր։ Անշուշտ ունենք ճշմարտությունը իմանալու խնդիր։ Ինձ համար, գիտեք, ես սա ոչ միայն սա արդեն մեր նամակագրին է վերաբերում, այլև մեր բոլոր հայրենակիցներին։ Ես շատ կուզենայի, որ միշտ, երբ որ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, մի կարևոր դիտարկում անպայման անենք։ Մենք միշտ խոսում ենք ցեղասպանության մեղավորները, թուրքական պետություն, ասենք գերմանական պետությունը որպես դաշնակից օժանդակեց, չգիտեմ, Անտանտի տերությունները իրենց լռությամբ անուղղակի կերպով նպաստեցին։ Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել դրսում։ Ես շատ կուզենայի, որ ամեն հայ մարդ, երբ որ մտածում է ցեղասպանության մասին, նախ եւ առաջ մտածի, այդ թվում եւ ես ինքս ձեր հետ միասին, նախ եւ առաջ մտածի մեր մեղսակցության բաժինը, մեր մեղքը։ Վերջին հաշվով եկեք չմոռանանք մեծ քաղաքակրթություն ստեղծած, հզոր պետություններ ստեղծած հայը ինչպես եղավ, որ թուլացավ այնքան, որ իր իսկ սեփական հողում, իր տան մեջ ցեղասպանության ենթարկվեց ոչ ավել, ոչ պակաս համաշխարհային քաղաքակրթությանը մի նորմալ արժեք չտված Թուրքի կողմից։ Եվ դրանում մեր մեղքի բաժինը ինչքան էր, ինչի մենք թուլացանք այն աստիճանի, որ մեր տան մեջ, մեր երկրում մեզ ցեղասպանության ենթարկեցին։ Դեռ հրեաներին ցեղասպանության ենթարկեցին Եվրոպայում, ոչ իրենց հայրենիքում։ Նրանք այնտեղ գաղութաբնակներ էին, նրանք այնտեղ հայրենիքում չէին ապրում։ Եվ այս հարցից մենք կարևորագույն մեկնարկ ունենանք, որովհետև մեր մեղքի բաժինը, մեղքի տվյալ դեպքում ոչ թե ցեղասպանություն գործելու, այլ ինչու մենք թույլ տվեցինք, որ մեր նկատմամբ գործվի այդ ցեղասպանությունը, մենք կարծես ամեն անգամ սա աչքաթող ենք անում, ինչը որ չպետք է անենք, որովհետև եթե մենք սրանից դաս չենք քաղում, մենք էլի առաջ նայելու, առաջ գնալու մեր հնարավորություններն ենք սահմանափակում։ Մեր նամակագիրներից Ռուսաստանից Մկրտչյան շատ այսպես իրավացիորեն մի վրդովմունք է հայտնել, նշում է, որ Ադրբեջանում Վարդաշենը վերանվանել են Օղուզ, Կուտկաշենը Գաբելիա, իսկ մենք պահում փայփայում ենք Ալլավերդի, Ավշար եւ այլ անուններ, նույնիսկ կոնյակ ենք պատրաստում եւ արտասահման առաքում, ել չեմ ասում Տխրահռչակ Ղարաբաղ անվանումը, որը դեռ իշխում է Արցախի վրա, երբ ենք ձերբազատվելու այդ ամենից։ Իրավացի վրդովմունք է անշուշտ, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետության այս անկախության տարիներին հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որը վերանայեց տասնյակ, գուցե հարյուրավոր անուններ, ինչ խոսք այստեղ մեր թերացումը կա, ասենք, օրինակ ինձ համար ամեն անգամ անհեթեթության աստիճանի է հասնում, երբ որ ես անգլիալեզու գրականության մեջ քաղաքական կամ թերթերն եմ կարդում եւ տեսնում եմ անգլերենով, լատիներեն տառերով գրված է Նագորնո-Ղարաբաղ։ Նույնիսկ վիրավորական է ինձ համար հնչում։ Գոնե լավ թարգմանեն լեռնայինը նորմալ թարգմանեն, բայց ոչ ռուսերենով։ Այստեղ երևի թե մենք ի սկզբանե պետք է ավելի վճռական գտնվեինք։ Օրինակ ես հիշում եմ ժամանակին, երբ որ հարց բարձրացվեց Ստեփանակերտը վերանվանել պատմական անունով։ Թուրքերը մինչև այսօր ասում են Խանքենդի է կոչվել, մինչև խորհրդային իշխանությունը, բայց մոռանում են ասել, որ Խանքենդիից առաջ դա կոչվել է Վարարակն։ Վարարակն շատ գեղեցիկ հայկական անուն, որ մենք այսպես էլ վճռականություն չունեցանք Ստեփանակերտը պարզապես վերանվանելու։ Գուցե այստեղ մի քիչ դեռ խաղաց, որ Ստեփանակերտ կոչվել է ի պատիվ Ստեփան Շահումյանի, որը չնայած բոլշևիկ լինելուն այնուամենայնիվ բավականին կարևոր գործեր է արել մեր ազգի համար։ Այդուհանդերձ կիսում է մեր հեռուստադիտողի վրդովմունքը բնականաբար եւ այս հարցերում մենք ավելի որոշակի եւ ավելի սկզբունքային լինելու խնդիր ունենք։ Եվ մի շատ ընդարձակ նամակ ստացա Արմեն Տիգրանյանից, որը այսպես բավականին հետաքրքիր դիտարկումներ է անում հատկապես կապված իսլամադավան հայության խնդրի հետ, Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունների հետ, եթե, ինչ ասեմ, նամակին առանձին անդրադառնայի,
երևի մի կես հաղորդում կնվիրվեր դրան, պարզապես մի խնդրանք, եթե Երևանում լինի մի նամակ թող ինձ գրի ես մեր նույն էլեկտրոնային հասցեով հանդիպենք, կքննարկենք այդ հարցերը։ Իդեպ ինքը նաև ուղարկել էր հետ էլեկտրոնային թերթում Ակոս թերթի աշխատակից Բագրատ Էստուկյանի հետ հարցազրույցը բավականին հետաքրքիր, որտեղ քննարկվում է նաև Թուրքիայում ներկայումս հայության հետ գտնվող կապված խնդիրները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նամակների համար եւ անցնենք մեր այսօրվա բուն նյութին։ Այսօրվա բուն նյութը, ինչպես արդեն ասացի, նվիրված է լինելու մի խնդրի Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում ըստ գրավոր աղբյուրների հայոց պատմության լուսաբանմանը, որը բավականին քիչ հայտնի խնդիրներից մեկն է։ Բավական է միայն ասել, որ երբ որ ժամանակին Նիկողայոս Ադոնցը ձեռնարկել էր գրելու Հայաստանի պատմություն, դա 30-ական թվականներն էին, ներածության մեջ, դա իդեպ հայերեն թարգմանված, ֆրանսերեն է հրատարակվել, հետո հայերեն թարգմանվեց 72 թվականին եւ 72 թվականին էլ նույն արտահայտությունը, որ արել էր Ադոնցը ներածության մեջ, մեր գիտնականները նույնությամբ այսպես ճշմարտություն էին որպես վերջնական ընկալում, այն է, որ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի մասին, այսինքն շումերաաքադական դարաշրջանի մասին, մենք շարունակում ենք մնալ կատարյալ մթության մեջ եւ Հայաստանի պատմությունը այդ դարաշրջանում բացարձակապես լուսաբանված չէ։ Սրան խանգարել են մի քանի հանգամանքներ, ինչի ամբողջ մեկ հազարամյակի պատմություն մեզանում չլուսաբանվեց։ Խնդիրն այն է, որ երբ որ քաղաքացիություն ստացավ եւ նույնիսկ պաշտոնական դարձավ հայերի եկվորության մասին լիովին սխալ տեսակետը, այն ինչ որ գտնվում էր, ասենք, Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում կամ առավել եւս 3-րդ հազարամյակում հայ, արմեն անվան հետ կապված, բոլորը չգիտես ինչի միանգամից ասում էին պատահական նմանություն է եւ անցնում էին առաջ։ Եվ ըստ էության չպատրաստվեցին մասնագետներ, որոնք պետք է ուսումնասիրեին։ Եվ ինչքան էլ ցավալի է, ես ասեմ, որ այսօր մենք շումերեն լեզվի մասնագետ, դասական շումերենի իմացող Հայաստանում չունենք։ Եվ որքան գիտեմ Սփյուռքում էլ չունենք։ Կամ հին աքադերենի մասնագետ չունենք։ Որևէ հայ մասնագետ չունենք եւ դա լուրջ խնդիր է մեզ համար։ Եվ այսպես անուշադրության մատնվեցին, սակայն հետագայում, երբ որ արդեն առանց նման կաշկանդումների, առանց նախապաշարումների, որ եթե օրինակ Քրիստոսից առաջ 18-րդ դարում որևէ արձանագրության մեջ հայ բառը գտնում ես, դա կարող է կապ ունենալ, այսինքն միանգամից դու քեզ չես նախապաշարում, որ չէ, հայերը եկել են 12-րդ դարում, հետևաբար դրանից 6 դար առաջ չէին կարող այստեղ լինել։ Երբ որ այդ նախապաշարմունքից ձերբազատվում ես, մանավանդ երբ որ ցույց տրվեց, որ այդ եկվորության տեսությունը հայերի իբրև թե եկվորության տեսությունը լիովին կեղծ է եւ չի համապատասխանում գիտության տվյալներին, այդ դրանից հետո բնականաբար սկսեցին կատարվել նոր ուսումնասիրություններ եւ օր-օրի սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնի դառնալ բավական քանակությամբ փաստեր։ Ես ասեմ ինձ համար էլ որպես այդ շրջանի քիչ թե շատ, այսպես այդ շրջանով զբաղված ուսումնասիրող, բավականին անակնկալ եղավ 2004 թվականն էր, երբ որ մեր կառավարության մեկենասությամբ Հայաստանի գիտությունների ակադեմիան նախաձեռնեց նոր հայոց պատմության բազմահատորյակի հրատարակությունը եւ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի մասին, ըստ գրավոր սկզբնաղբյուրների, այդ բաժինը հանձնարարվեց գրել ինձ։ Նախատեսված էր 20 էջանոց մի բաժին գրել եւ ինքս երբ որ նախաձեռնեցի, բնականաբար նախ կազմում է սկզբնաղբյուրների ցանկը, ինչ աղբյուրներ կան, մինչ այդ նման այսպես ամբողջ համակարգված աշխատանք չէի արել։ Առանձին Արատտա երկրի մասին ունեի գրքույկ հրատարակած եւ հոդվածներ, Արմանի երկրի մասին, կուտիական աշխարհակալության մասին, որոնց հիմա կանդրադառնամ, առանձին բավականին գործեր ունեի արած, բայց համակարգի մեջ չէ, եւ երբ որ կազմեցի, միայն տեսա 100-ից ավելի արձանագրություն կա։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի վերաբերյալ 100 արձանագրությունը սա ֆանտաստիկ մեծ թիվ է։ Որովհետև դա այնպիսի մի ժամանակաշրջան է մեզանից 4-ից 5000 տարի առաջ, երբ որ երկրներ կան, որոնք կերազեին, որ իրենց պատմության մասին մեկ հատիկ, մեկ տողանոց արձանագրություն լինի։ Այն դեպքում, երբ որ մեր մոտ 100-ից ավելի է։ Եվ այդ բաժինը սկսեցի գրել, որը պետք է 20 էջ լիներ, իրականում ստացվեց 180 էջանոց մի բան, որը պարզապես ես որոշեցի, որպեսզի աշխատանքը չկորի,
համառոտ ակադեմիական հատորի համար իհարկե տվեցի բաժինը եւ ես այդ ամբողջ նյութը ամփոփեցի այս գրքի մեջ, որը 2005 թվականին լույս տեսավ եւ արդեն երկրորդ անգամ վերահրատարակվում է Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում ըստ գրավոր աղբյուրների, որի հավելվածում առաջին անգամ հայերենով թարգմանաբար զետեղեցի 40 սկզբնաղբյուրներ Հայաստանի այդ շրջանի պատմության մասին։ 40 բավականին մեծ կարևոր սկզբնաղբյուրներ են, ասեմ, որ հետագայում առիթ որ լինի մնացածն էլ, որ բավականին շատ են, 60-ից ավելի դեռ սկզբնաղբյուրներ էլ ունենք, մի օր երևի թե այդ ամբողջը կլինի։ Սակայն այդ կաղապարվածությունը մեր մոտ կար, երբ որ խոսք էր գնում Հայաստանի 3-րդ հազարամյակի պատմության մասին եւ երբ որ նշում էր, որ կա այսպիսի աղբյուր, միշտ ասում էին, բա ուր են այդ աղբյուրները։ Երբ որ մարդկանց նշում էր Անգլիայում, Ամերիկայում, Գերմանիայում հրատարակված ինչ-որ սկզբնաղբյուրներ, որոնք Հայաստանի գրադարաններում չկային, շատ հաճախ իրենք չէին էլ այսպես գնում հետքերով, դրա համար պարզապես 40 արձանագրություն թարգմանվեց դրվեց եւ մնացածն էլ բոլորը հղումները տրված են գրքում, էջերով նշումները կան, ում որ հետաքրքրում ավելի մանրամասնորեն կարող են նայել։ Հիմա ինչպիսի սկզբնաղբյուրներ մենք ունենք Հայաստանի Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի պատմության մասին։ Ասեմ, որ բավականին մեծ խումբ են կազմում դրանք եւ այդ իրենք կարելի է դասակարգել ըստ բնույթի։ Աղբյուրներից ամենաարժանահավատը սովորաբար պատմագիտության մեջ համարվում են նրանք, որոնք գրվել են հենց տվյալ ժամանակաշրջանում, տվյալ դեպքերը կատարող արքաների կողմից։ Առաջին խումբը դրանք են, 3-րդ հազարամյակում ապրած արքաների հենց բնագիր արձանագրությունները, օրիգինալ արձանագրությունները։ Երկրորդ խումբը դրանք վերաբերում են 3-րդ հազարամյակի հաջորդած ժամանակաշրջանների, հատկապես հին բաբելոնյան պետության ժամանակաշրջանում այդ արձանագրությունների կրկնօրինակներին։ Ասեմ, որ բավական հետաքրքիր ավանդույթ էր գործում Միջագետքում, ասենք կրկնօրինակները արտագրվում էին եւ անպայման նշվում էր, թե այս արձանագրությունը որտեղից է կրկնօրինակված։ Շատ նման է այսօրվա, ինչպես այսօր անում են, չէ՞, ասենք ինչ որ մի փաստաթուղթ նշվում է, հետո ներքևում հատուկ իրավաբանի կողմից հաստատվում է, որ իսկականի հետ ճիշտ է, արտագրված է այսինչ տեղից եւ կնքվում է։ Եվ այդ պատճենները բավականին շատ են, արձանագրությունը բերվում է եւ ներքևում արձանագրությունը արտագրված է, ասենք, այսինչ Աստծո արձանի վրայից։ Սրանք կրկնօրինակներ են, բայց ամբողջությամբ ճշգրիտ կրկնօրինակված է եւ դրանք ունեն պատմական շատ կարեւոր արժեքներ։ Սա երկրորդ խումբը։ Ուրեմն 3-րդ հազարամյակի բնագրեր, 3-րդ հազարամյակի բնագրերի կրկնօրինակներ 2-րդ հազարամյակում արված Քրիստոսից առաջ, այնուհետև ունենք պատմավիպական բնույթի բնագրեր։ Սրանք ինչով են շատ հետաքրքիր։ Բոլորում խիստ ճշգրիտ պահպանված է պատմականությունը, բայց տրված են դրանց գեղարվեստական գունավորումներ։ Ասենք օրինակ պատերազմի արքան Վիպասքում, որը ներկայացնում է Սարգոն աքադացու հյուսիսային արշավանքները, այնտեղ պատմական իրականությունը ներկայացված է գեղարվեստական գունավորմամբ, որպես սկզբնաղբյուր մեզ համար իհարկե շատ կարևոր է, կամ շումերական հերոսավեպի բնագրերը, որոնք հատկապես Արատտա երկրի մասին մեզ բավական մեծ տեղեկություններ են տալիս։ Այնուհետև ունենք ավելի ուշ շրջանում ստեղծված ամփոփիչ, այսպես ամփոփ աշխատություններ, բնագրեր, օրինակ ասենք արքայացանկերը, որոնք կազմվել են ավելի ուշ ժամանակաշրջանում, բայց որոնք նորից քաղված են 3-րդ հազարամյակի բնագրերից։ Բավականին կարևոր տեղեկություններ են մեզ հաղորդում հատկապես տնտեսական բնույթի բնագրերը։ Մանավանդ ասենք Էբլայի հյուսիսային Սիրիայից գտնված շատ մեծ արխիվում, որ 17,500 բնագիր գտնվեց միայն հենց սկզբում պեղումների ժամանակ, արքայական արխիվներ, այնտեղ առևտրական գործարքների մասին հսկայական ուրեմն նյութեր բացվեցին եւ այդ գործարքներում նշվում են, ասենք առևտրականները նշում են, թե որ երկրի հետ ինչ հարաբերություն են ունեցել եւ այդտեղ հետաքրքիր է, որ բազմաթիվ բնագրերում հիշատակվում է Արմի քաղաքը կամ Արմի երկիրը, որ Արմենիա անվան նախաձևերից մեկն է, որից գալիս էին Հայայի որդիներ եւ հետաքրքիր, այսինքն հայորդիներ Արմե երկրից, Արմենիայի երկրից։
եւ դրանք տնտեսական բնույթի բնագրերում են։ Հետաքրքիր է նաեւ նշվում է, թե նրանց հետ ինչ էին առնում, ինչ էին վաճառում նրանց այս ամբողջ հարաբերությունների մասին բավականին հարուստ տեղեկություններ կան։ Սրանք են հիմնական այս աղբյուրները, որոնք մեզ օգնում են լուսաբանելու Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի պատմությունը։ Հիմա անցնենք բուն պատմությանը։ Առաջին պետական կազմավորումը մեզ որ հայտնի է Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերի պատմական իրադարձությունների հետ կապված, կոչվում է Արատտա եւ Արատտա երկիրը շումերական աղբյուրներում է այդ անվամբ հիշատակվում, ինքը բոլորիս բնականաբար միանգամից կհիշեցնի մեր Արարատը, Աստվածաշնչյան նաև Արարատը, որը հայկական Արարատի կրկնությունն է, եւ այդ անվան թերևս ամենահին հիշատակությունն է, որը պահպանվել է եւ հասել է մեզ։ Որտեղից գիտենք, որ Արատտա երկիրը գտնվել է Հայաստանում ոչ թե մեկ այլ տեղում։ Ուրեմն այդ մասին մեզ հաղորդում են շումերական մի քանի բնագրեր եւ տեղադրության համար, տեղորոշման համար շատ կարևոր են հատկապես արշավանքների նկարագրությունը, շումերից Արատտա կատարվող եւ Արատտայից շումեր կատարվող։ Ես հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա քարտեզը եւ որպեսզի քարտեզից ավելի որոշակի լինի։ Այս քարտեզի վրա դուք կապույտ սլակներով տեսնում եք շումերից դեպի Արատտա արշավանքը, որ իրականացել է, ընդ որում դա ընթանում է Դիալա գետի հովտով, Ուրմիո լճի ավազանի հարավով, անցնում է Խամազի եւ Զաբու կամ Զամուա երկրները եւ հակառակը Արատտա երկրից կարմիր սլակներով գետային նավարկությամբ Արատտայից դեպի Շումեր, հայկական լեռնաշխարհից դեպի Շումեր երկու արշավանքների մասին ունենք տեղեկություն։ Սա շատ կարևոր է մեզ համար, ավելի մանրամասն ինչ իմաստով է կարևոր։ Ուրեմն տեսեք, Արատտան ըստ շումերական բնագրերի բարձր լեռնային երկիր էր եւ որպեսզի Արատտայից գտնենք Արատտայի տեղը դեպի Շումեր արշավանք կատարողները նշվում է, որ գնացել են Ուրուկի գետով։ Ուրուկ քաղաքը, որ դուք հիմա քարտեզի վրա տեսնում եք, Եփրատի ափին էր գտնվում եւ բնականաբար Ուրուկի գետը հենց Եփրատ գետն է։ Այսինքն մենք պետք է գտնենք, այսպես եթե ձևակերպենք որպես խնդիր, հա, գտնել Արատտա երկիրը, որից արտահոսել է Եփրատ գետը եւ ինքը լեռնային երկիր էր։ Այլ կերպ ասած, Եփրատ գետի ավազանում գտնել լեռնային երկիր։ Սա դպրոցական աշխարհագրության դասագրքից ամեն ոք գիտի, որ եւ սովորական քարտեզներից, որ Պարսից ծոցից դեպի հյուսիս, երբ որ բարձրանում ենք, ամբողջ Եփրատ գետի ավազանը ամբողջությամբ հարթավայր է մինչև հայկական լեռնաշխարհը։ Եվ միայն հայկական լեռնաշխարհում է, որ Եփրատ գետը հոսում է լեռնային շրջանով։ Այսինքն այս կարևոր հենց փաստը, որ Արատտա երկիրը պետք է գտնված լիներ Եփրատ գետի լեռնային հովտում, այսինքն հայկական լեռնաշխարհի արևմտյան, հարավ-արևմտյան շրջաններում։ Սա մի փաստ, սակայն մեկ փաստը կարող է խաբուսիկ լինել, պատահական այսպես շփոթմունք լինել։ Մեկ այլ փաստ, որը դուք նոր տեսաք քարտեզի վրա, այն է, որ երկու արշավանք է հիշատակվում Շումերից դեպի Արատտա եւ արշավանքի ճանապարհին հիշատակվում է հենց Ուրմիո լճի հարավում գտնվող Զամուա կամ Զաբու երկիրը։ Եվ հետաքրքիր է, այսինքն այս դեպքում եթե մենք շարունակում ենք Ուրուկ քաղաքից ճանապարհը շարունակում ենք դեպի հյուսիս Զամուա երկրից, ընդ որում Զամուա երկիրը տարածվել է մինչև Ուրմիո լճի հարավային ափերը, հատկապես երկրորդ հազարամյակում, այդ պատճառով էլ ասորեստանյան արձանագրություններում Ուրմիո լիճը կոչվում է նաև Զամուա երկրի ծով, ինչպես ասենք Վանալիճը կոչվում է Նաիրի երկրի ծով։ Եվ երբ որ շարունակում ենք հարավային միջագետքից ճանապարհը շարունակում ենք Ուրմիո լճի ավազանի հարավային շրջան, այնտեղից վերև բարձրանալով միանշանակ նորից դուրս են գալիս հայկական լեռնաշխարհ։ Մեկ ուրիշ տեղեկություն ասում է, որ Շումերից Արատտա գնալու համար անցնում էին Խուրում երկրով։ Խուրումը դա խուրիների երկիրն է, որը հյուսիսային միջագետքում էր գտնվում, բնականաբար դրա անմիջապես հյուսիսում կրկին հայկական լեռնաշխարհն է։ Ունենք այսպիսի տեղագրական հստակ տեղեկություններ։ Բացի դրանից ունենք նաև շատ կարևոր դիցաբանական լրացումներ։ Օրինակ, Արատտան շումերական տեքստերում կոչվում է Աստվածային սուրբ օրենքների երկիր։ Արատտայի տարածքում է, որ
երկրպագվում էր Հայ Աստվածը, քիչ հետո կխոսենք այդ մասին, եւ նրա որդին, որը շումերական աղբյուրներում կոչվում է Դումուզի, հարազատ որդի է թարգմանվում, որը համապատասխանում է մեր Հայկին։ Արատտա երկրի հովանավորը Հայկ Աստվածն է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս երկրում է, որ տեղի է ունեցել արարչագործությունը, Հայ Աստվածը այստեղ է, որ արարեց մարդկային ցեղը, եւ երկրորդը, որ շատ կարևոր է, այս երկիրն էր, Արատտա երկիրն էր, որ ջրհեղեղից հետո դարձավ մարդկության փրկության միակ վայրը։ Սա լիովին համապատասխանում է, բնականաբար միանգամից ձեր մտքի մեջ էլ զուգահեռներ անցկացրեցիք Աստվածաշնչի հայտնի սյուժեներին, որ հայկական լեռնաշխարհում էր դրախտում էր, որտեղից 4 գետեր էին դուրս գալիս Եփրատ, Տիգրիս եւ մյուս երկու գետերը, որտեղ մարդկությունը արարվեց, այսինքն նորից Հայաստանը հանդես է գալիս եւ Աստվածաշնչում եւ շումերական աղբյուրներում որպես մարդկության արարման երկիր, եւ երկրորդ կարևոր սյուժեն համաշխարհային ջրհեղեղից հետո Հայաստանն էր, Աստվածաշնչում դա կոչվում է Արարատի լեռներ, իսկ շումերական աղբյուրներում Արատտա երկիր, լեռնային Արատտա երկիր, որը համաշխարհային ջրհեղեղից հետո դարձավ մարդկության փրկության վայրը։ Այսինքն մենք տեսնում ենք ոչ միայն զուտ աշխարհագրական չափանիշներով, որ Արատտան հայկական լեռնաշխարհում է գտնվել եւ դա Արարատ անվան նախաձևն է, վաղագույն հիշատակությունը, այլև դիցաբանական առումով է համապատասխանում։ Եվ կարող ենք այստեղ բերել մեկ այլ դիցաբանական համապատասխանություն եւս, որը, եթե չեմ սխալվում, ես մի անգամ անդրադարձ եմ կատարել Ալեքսանդր Մակեդոնացին եւ Հայաստանը վերնագրված մեր հաղորդման մեջ, շատ կարևոր է անմահության որոնման սյուժեի գաղափարը, որտեղ մենք տեսնում ենք, որ Գիլգամեշը, որի հին արևելքի ամենանշանավոր հերոսն էր, փնտրում է անմահություն եւ անմահության հասնելու համար արևի Աստվածը խորհուրդ է տալիս նրան բռնել ճանապարհը դեպի Արատտա։ Նա գնում է այդ ճանապարհով դեպի Արատտա, որտեղ գտնվում են ակունքները Եփրատի եւ այդ հասնելու համար անցնում է Մաշու կամ Մասու լեռները։ Հետաքրքիր է, որ Մակեդոնացուց շատ հետո արդեն հելենիստական աշխարհի ամենանշանավոր հերոսը, որը փոխարինում է հին արևելքի ամենանշանավոր հերոս Գիլգամեշին, Ալեքսանդր Մակեդոնացին, նույն ճանապարհն է անցնում ըստ Ալեքսանդրի վեպի, որը գրի է առնվել Քրիստոսից առաջ 240 թվականին հունարենով։ Այստեղ Ալեքսանդրը ձգտում է անմահության եւ որպեսզի հասնի անմահության, նա բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ եւ անցնում, որտեղ գտնվում են ակունքները Տիգրիսի եւ Եփրատի, եւ այդ ճանապարհը հաղթահարելու համար նա անցնում է Մասիս լեռնաշղթան։ Հետաքրքիր է, տեսեք, շումերական բնագրում Արատտա, հունարեն բնագրում հայոց աշխարհ, Արմենիա։ Շումերական բնագրում հերոսը գնում է դեպի Եփրատի ակունքները, հունարեն բնագրում Մակեդոնացին գնում է դեպի ակունքները Եփրատի ու Տիգրիսի։ Շումերական բնագրում նա անցնում է Մաշու կամ Մասու լեռները, որը համապատասխանում է Մասիուս Մասիոն լեռներին, հայկական լեռնաշխարհի հարավի եզերով։ Ալեքսանդրի վեպում հերոսը անցնում է Մասիս լեռնաշղթան։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք անմահության որոնման մասին սյուժեում, որը հին արևելքից փոխանցվում է անտիկ աշխարհ, հելենիստական աշխարհ, այստեղ եւս տեսնում ենք Գիլգամեշ, Ալեքսանդր Մակեդոնացի երկու անմահություն որոնող սյուժեները փոխարինում են իրար, սակայն անմահության երկիրը, Արատտան, հայոց աշխարհը մնում է նույնը եւ երկու դեպքում էլ անմահություն փնտրող հերոսը գնում է դեպի Եփրատի ու Տիգրիսի ակունքները, որովհետեւ հենց այստեղ էր, որ գտնվում էր նաեւ ըստ Աստվածաշնչի կենաց ծառը, որը անմահության խորհրդանիշն էր։ Մենք այս թեմային անդրադարձել ենք նաեւ Հայաստանը հին արևելքի հոգեվոր ընկալումները մեր հաղորդման ընթացքում։ Այսինքն բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այստեղ մենք գործ ունենք հայկական լեռնաշխարհի մասին հնագույն հիշատակության հետ հանձին Արատտա երկրի։ Ընդ որում, հիմա ես խնդրեմ մեր օպերատորը ցույց տա երկու պատկեր։ Այստեղ դուք տեսնում եք Արատտայի մասին այսպես հին եւ ամբողջական պահպանված բնագիրը, այն Մերքարն ու Արատտայի տիրակալը։ Դուք տեսնում եք 6 սյունյակներ այս բնագրի վրա, 6 սյունյակ էլ հակառակ երեսին է, 12 սյունյակների վրա գրառված է 630 տող ներկայացնող այդ սյուժեն, իսկ ներքևում տեսնում եք վաղ բրոնզեդարյան խեցեղենի նմուշներ, այս խեցեղենը դարձավ
այս ժամանակաշրջանի մեր մշակույթի տարբերակիչ գիծը, հետաքրքիր է այս վրայի գաղափարագիր նշանները, որոնք մինչ օրս վերծանված չեն, բավական մեծ քանակությամբ եւ հանդիպում է ամբողջ հայկական լեռնաշխարհում։ Եվ քիչ առաջ քարտեզի վրա դուք որ տեսաք, բուն հայկական լեռնաշխարհը ընդգծված էր ուրեմն մուգ կարմիրով, իսկ կողքը բաց կարմիրով նշված էին այդ մշակույթի տարածման սահմանները։ Հետաքրքիր է, որ Քրիստոսից առաջ 29-րդ դարավերջին եւ 28-րդ դարում այս մշակույթը բավական մեծ տարածում է ստանում, այ հիմա դուք տեսնում եք հարավում մինչև Սիրիա, Պաղեստին, նաև իրանական Սարահարթի կենտրոնական շրջաններ, իսկ հյուսիսում մինչև հյուսիսային Կովկաս է հասնում, Չեչնիա, Ինգուշետիայի սահմանները, Դաղստանի սահմանները։ Սա զարմանալի մեծ տարածում է եւ մինչև այսօր իր պատասխանը չի գտել։ Ցավոք սրտի ասեմ, որ այս մեհենագրեր, գաղափարագրերը դուք որ տեսաք, մինչ այսօր մնում են չվերծանված, գուցե թե հետագայում դրանք վերծանվեն եւ մենք մեր այս շրջանի պատմության մասին մի քիչ ավելի իմանանք։ Այսօր պարզապես մեր գիտելիքները սահմանափակվում են սրանով։ Անցնենք քիչ առաջ։ Ուրեմն, եւ խնդրեմ մի պատկեր էլ ցույց տա մեր օպերատորը, այստեղ դուք հիմա տեսնում եք Գիլգամեշի արձանիկն է։ Արձանիկը իհարկե մի քիչ ավելի ուշ շրջանի է, 8-րդ դար Քրիստոսից առաջ Նինվեից է գտնվել եւ կողքը դուք տեսնում եք Արատտայի մասին պատմող Լուգալբանդան եւ Էնմերքարը այդ բնագրի ուրեմն գրչան նկարն է սեպագիր արձանագրության, որը նույնպես Արատտայի երկրի մասին կարևոր բնագրերից մեկն է։ Երբ որ գալիս ենք մի քիչ ավելի դեպի մեր ժամանակաշրջանը, Քրիստոսից առաջ 26-25-րդ դարեր, մենք տեսնում ենք մի շատ հետաքրքիր երևույթ։ Նախ հենց հնագույն բնագրերում տեսնում ենք, որ Արատտայի երկիրը երբեմն գրվում է ոչ միայն վանկային գրությամբ, Արատտա 3 վանկով, այլ գրվում է նաև գաղափարագրով։ Սա հին աշխարհում տարածված բան էր։ Ամեն երկիր ուներ իր գաղափարագիրը, նաև ամեն երկրի համար նշվում էր իր վանկագիր անվանումը։ Հիմա ինչն է հետաքրքիր։ Արատտայի երկիրը գրելու, երկրի անունը գրելու համար երբեմն օգտագործում են նաև Սուբուր կամ Շուբուր երկրանունը։ Հավանաբար շատերին ծանոթ է, որ Հայաստանի հնագույն անուններից մեկը Շուբրյան, Սուբրյան, Սուբարտուն, Քրիստոսից առաջ երկրորդ առաջին հազարամյակներում դա հստակորեն տեղադրվում է հայկական լեռնաշխարհում։ Եվ այստեղ հարց էր առաջ գալիս, արդյոք երրորդ հազարամյակի Սուբուրը նույնպես կապ ունի։ Բնականաբար, երբ որ մենք քննում ենք աղբյուրները, տեսնում ենք, ինչպես որ առաջին հազարամյակում Արմե երկիրը համապատասխանում է Շուբրիայի հետ եւ մեր նույնիսկ դպրոցական դասագրքերում գծիկով էին գրում Արմե Շուբրիա, այսինքն հստակ է, որ սա միևնույն երկիրն է եւ տեղադրվում է հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, Սասուն, Աղձնիկ այս շրջաններում։ Բնականաբար դրա նախօրինակները երբ որ հետ են գնում, տեսնում ենք, որ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում եւս Արմանի երկիրը, որը Արմե անվան հնագույն հիշատակությունն է, Արմենիա անվան եւ Սուբուր, Սուբարտուն լիովին համապատասխանում են։ Բավական է Սուբուրի մասին միայն մեկ արձանագրություն ես այստեղ հիշատակեմ, Նարամսուենի Քրիստոսից առաջ 23-րդ դարում Նարամսուենի արձանագրությունը, որտեղ Սուբուր երկրի մասին շատ հստակ գրում է։ Սուբուր երկիրը գտնվում է Վերին ծովի ափերին, իսկ Վերին ծովը հստակ այստեղ Վանա լիճն է, որտեղ միջերկրական ծովը կոչվում էր Արևամուտի մեծ ծով, Վերին ծովը, հյուսիսային ծովը, որտեղ հասել է Նարամսուենը, դա Վանա լիճն էր։ Սև ծովի մասին այդ ժամանակ խոսք լինել չէր կարող բնականաբար։ Այսինքն Սուբուր երկիրը գտնում է Վանա լճի ավազանում, ինչպես որ Շուբրյան առաջին հազարամյակում, եւ այստեղ մենք ունենք, որ Սուբուրը իսկապես Հայաստանի հնագույն անուններից մեկն է, եւ այդտեղից է պարզ դառնում, թե ինչու են Արատտայի երկրանունը գրել Սուբուր երկրի գաղափարագրով։ Տարբեր երկրների, ասենք, եթե կոպիտ ասենք, Հայաստանը երբեք չէին գրի, ասենք, Ֆրանսիա գաղափարագրով, որտեղ դրանք չափազանց հեռու են, բայց Հայաստան անվան համար Հայաստանի հնագույն անունը կարող էին հիշատակել։ Ավանդույթի ուժը այսպես կարող էին պահպանել։ Եվ ինչ հետաքրքիր փաստ ունենք։ Միևնույն ժամանակ մենք ունենք երկլեզու արձանագրություններ, շումերեն, աքադերեն, որտեղ մի լեզվում գրված է Սուբուր, մյուս լեզվում գրված է Հայա։ Հայա, որը ուղղակի նույնանում է մեր ինքնանվան հետ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ փաստորեն ունենք համապատասխանություն Արատտա Սուբուր, Սուբուր
Արմանի եւ Սուբուր Հայա։ Այսինքն հետաքրքիր է, մենք 3-րդ հազարամյակում արդեն տեսնում ենք Հայաստանին տրված կարևորագույն այս 4 անվանումները համապատասխանում են իրար։ Եվ այստեղ զարմանալու որևէ բան չկա, ասենք, որպեսզի ավելի պարզ լինի օրինակը, ես բերեմ այսօրվա, աշխարհի։ Ասենք, տեսեք, օրինակ վրացիները իրենց երկիրը կոչում են Սաքարթվելո, մենք կոչում ենք Վրաստան, ռուսները կոչում են Գրուզիա, անգլիալեզու գրականության մեջ այն կոչվում է Ջորջիա։ Մի երկիրը ունի 4 անուն եւ սա շատ տարածված է։ Ուրիշ բան չէ, հենց նայեք Հայաստանին տրված անվանումները եւս, ասենք բնականաբար ունենք Հայք Հայաստան, մեր ինքնանվանումը, օտարները ավելի շատ մեզ կոչել են Արմենիա անունով, վրացիները մեզ կոչում են Սոմխեթի, մեր երկիրը կոչում են Սոմխեթի։ Վաղ միջնադարում մենք ունենք նաև ասքանազյան ազգ եւ ասքանազյան ազգի երկիր, Թորգոմատուն, այսինքն Հայաստանի այսպես բազմանունությունը սա եւ որևէ երկրի մի քանի անուններ ունենալը նորմալ երևույթ է եւ մենք տեսնում ենք, որ 3-րդ հազարամյակում, ընդ որում Քրիստոսից առաջ 28-23-րդ դարերի այս 500 տարվա ընթացքում Հայաստանը մի քանի անուններով արդեն հիշատակվում է եւ Արատտա եւ Հայա, հայ կոնկրետ մեր ժողովրդի անվանման եւ Արմանի, որը օտարների կողմից ամենատարածված անունն է, եւ Սուբուր, որը օգտագործում է մինչեւ Քրիստոսից առաջ 7-րդ դարը, այնուհետև այս անունը մոռացության է մատնվում, իսկ մյուս 3 անունները Արատտան բնականաբար որպես Արարատ շարունակվում է մինչեւ այսօր, Հայը շարունակվում է որպես Հայք Հայաստան, նույնպես մինչեւ այսօր, Արմանին որպես Արմենիա շարունակվում է որպես օտարաշխարհիկ անվանումը Հայաստանի ամենատարածված իր բոլոր տարբերակներով։ Այսինքն 3-րդ հազարամյակը մեր պատմության, այսպես ճշգրիտ ճանաչողության համար կարևորագույն մի շրջան է եւ մենք արդեն բոլոր ակունքները տեսնում ենք եւ որ շատ կարևոր է, ուզում եմ նորից շեշտել, բոլորը վկայված են օտար աղբյուրներում, այսինքն եթե այսպես անկողմնակալության, օբյեկտիվության առումով նշենք, ապա այս ժամանակաշրջանի մեր աղբյուրները ավելի քան արժանահավատ են։ Անցնենք քաղաքական պատմության ժամանակաշրջանին մի քիչ ավելի դեպի մեր ժամանակաշրջանը։ Այս ընթացքում մենք տեսնում ենք, որ շատ կարևոր տեղեկություններ են հաղորդում Էբլայի բնագրերը, հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա քարտեզը։ Էբլան Հալեպից մոտ 55 կիլոմետր գտնվում է հարավ-արևմուտք, հիմա դուք տեսնում եք քարտեզի ներքևի ձախ անկյունում։ Էբլայից գտնված այդ հսկայածավալ արքայական արխիվը, որի մասին ասեցի, հիմա դուք աջ կողմում տեսնում եք Էբլայի բնագրերից 2 օրինակ, սեպագիր արձանագրություններից, այնտեղ մենք տեսնում ենք շատ մեծ քանակությամբ եւ Արմի երկրից գալիս էին, նշվում է Հայայի որդիները եւ հիշատակվում է նաեւ Հայա քաղաքը, երկիրը եւ Ազի քաղաքը։ Եվ պատահական չի, այդ քարտեզի վերին մասում մենք հատուկ այստեղ նշել ենք Հայասա Ազի, թեպետ այս անունով խեթական արձանագրություններում հիշատակվում է Քրիստոսից առաջ 15-13-րդ դարերում, սակայն արդեն 26-23-րդ դարերում մենք Հայա եւ Ազի արդեն ունենք վկայված Էբլայի բնագրերում, հյուսիսային Սիրիայից հայտնաբերված այս կարևոր բնագրերում։ Սրանք, ինչպես ասեցի, տնտեսական բնույթի արձանագրություններ էին։ Քիչ ավելի, երբ որ գալիս ենք մեր ժամանակաշրջանին, մենք տեսնում ենք Հայաստանը շատ կարևոր դերակատարում է ունենում եւ հետաքրքիր է 25-րդ դարում ըստ Ղևոն Դալիշանի հաշվարկի ավելի որոշակի Քրիստոսից առաջ 2492 թվականին ըստ երևույթին տեղի է ունենում կարևոր մի այսպես ռազմական գործողություն մեծ հաղթանակ միջագետքյան զորքերի նկատմամբ, որը դառնում է հայոց բուն տոմարի սկիզբ։ Ես այսօր սրան կանգ չեմ առնի, որովհետև մեր հաջորդ հաղորդում, ինչպես ասեցի, նվիրված է լինելու դրան, եւ այդ հաղորդման ժամանակ ես մանրամասնորեն կանգ կառնեմ նաեւ այն բանին, թե ինչպես է հաշվարկվել 2492 թվականը։ Դա Ղևոն Դալիշանի 19-րդ դարում կատարված հաշվարկն է, որ մեր հայրենակիցներից շատ-շատերը ուղղակի պատկերացում չունեն։ Ես մյուս հաղորդմանը շատ մանրամասն էկրանի վրա շատ մանրամասն կբացատրեմ այդ ամեն ինչը, որպեսզի բոլորիս համար հստակ լինի, թե 4500-ամյակը ինչի հիմամբ ենք մենք նշում։ Անցնենք ավելի մոտ ժամանակաշրջանին, Քրիստոսից առաջ 24-րդ դարին։
24-րդ դարում Միջագետքի կենտրոնական շրջանում հաստատվում է առաջին հզոր սեմական իշխանությունը, որոնք իրենց հավակնություններն են հայտնում, հաստատվում են շումերական իշխանությունների տարածքում, այսպես աստիճանաբար մուտք գործելով արաբական անապատներից եւ հետագայում փոքր քաղաքներում այսպես գրավելով իշխանությունը ստեղծում են առաջին մեծ պետությունը եւ այդ մեծ պետության հիմնադիրն էր Սարգոն Աքադացին, նա հանդես է գալիս որպես Շարում Քեն անունով, որը անուն չի, տիտղոս է, նշանակում է իսկապես արքա, հիրավի արքա կամ ճշմարիտ արքա։ Սա մի տեսակ իր այսպես հիմա դուք տեսնում եք նրա արձանի բրոնզեձոյի գլուխը աջ կողմում, սա ինքնաարդարացման յուրօրինակ մի բանաձև է, որովհետև ինքը մատրվակ էր, ինքը ազնվական ծագում չուներ եւ իր ստորին ծագումը ծածկելու համար իր տիտղոսը հենց հռչակեց ճշմարիտ արքա։ Իսկ այս պատկերի ձախ կողմում հիմա դուք տեսնում եք Նարամսոյենն ու իր թշնամիները խեթական բնագրի գրչանկարն է, շատ կարևոր մի բնագիր է, որի մասին քիչ հետո խոսք կլինի։ Ուրեմն Սարգոն Աքադացին, որը 24-րդ դարում եկավ իշխանության, պատմության մեջ առաջին գործիչն է, որը ստեղծեց մշտական գործող բանակ, մշտական արհեստավարժ պրոֆեսիոնալ բանակ, 5400 հոգուց բաղկացած, եւ այդ բանակը կարողացավ բավականին մեծ հաջողությունների հասնել, ամբողջ Միջագետքը գրավել, ուրեմն կենտրոնում հաստատվեցին, գրավեցին Միջագետքի հարավը շումերը, այնուհետև շարժվեցին դեպի հյուսիս եւ այստեղ առաջին անգամ բախվում են հայկական լեռնաշխարհի հետ։ Իդեպ Սարգոնի աշխարհագրության բնագրում է, որի պատճենն է մեզ հասել երկրորդ հազարամյակի, սակայն այնտեղ հիշատակվում է արդեն Արմանի երկիրը, որը բավականին մեծ տարածք էր զբաղեցնում։ Հետաքրքիր է, որ այդ բնագրում Արմանի է կոչվում, մեկ այլ բնագրում նշվում է, որ Սուբուր երկրի զորքերը, որը փաստորեն, ինչպես ասեցի, Վանա լճի ավազանում էին գտնվում, անցան հարձակման եւ կարողացել են նույնիսկ պաշարել Միջագետքի կենտրոնը, Աքադ քաղաքը, հենց մայրաքաղաքը եւս նույն անունն էր կրում եւ Սարգոնին մեծ դժվարությամբ հաջողվեց փրկել իր գահը։ Նրա որդիների ժամանակ բավականին, իդեպ երբ որ մերոնք անցան այսպես հարձակման, նվաճված ժողովուրդներից շատերը ապստամբեցին եւ հետաքրքիր է հայաստանյան զորքերը մի տեսակ ազատարարի առաքելություն են նաեւ իրականացնում։ Սկսեցին ապստամբություններ եւ այդ ապստամբությունների ճնշման մեջ անցավ նաեւ ամբողջ նրա երկու որդիների, որոնք հաջորդեցին իրար, նրանց իշխանությունը եւ այս սեմական պետությունը, աքադական պետությունը կրկին հզորացավ Նարամ Սուենի օրոք։ Նարամ Սուեն բառացի թարգմանաբար նշանակում է լուսնի աստծո սիրեցյալ, լուսնապաշտների այսպես մի բան էր եւ շատ ուսումնասիրողներ այս հակասության մեջ տեսնում են լուսնապաշտների եւ արևապաշտների պայքարը։ Նարամ Սուենի իր արշավանքների ժամանակ կարողացավ վերականգնել Սարգոնի տերության, իր պապի տերության հզորությունը եւ ավելի հզորացնել եւ մի քանի ռազմական բախումներ ունեցավ նաեւ հայկական լեռնաշխարհի հետ։ Հիմա խնդրեմ քարտեզը ցուցադրեն։ Քարտեզի վրա դուք այ մուգ կապույտ, ուրեմն սլակները, որ տեսնում եք, սա Սարգոնի արշավանքներն են, Եփրատի հովտով Միջերկրական ծովի արևելյան շրջանով դեպի Փոքր Ասիա եւ մյուսն էլ Տիգրիսի հովտով մինչեւ Սիմուրում երկիրը, իսկ բաց այդ սնամեջ բաց ուրեմն սլակներով դուք տեսնում եք Նարամ Սուենի արշավանքները դեպի հայկական լեռնաշխարհ։ Կարմիր սլակներով դուք տեսնում եք հայկական լեռնաշխարհից Սուբուր Արմանի երկրից տեղի ունեցած արշավանքները դեպի Աքադ, տեսնում եք մինչև Աքադ արշավանքը, որ շարունակվում է, եւ մի քանի արշավանքներ հենց այդ սահմանագծին։ Ուրեմն ինչ բան է այդ քարտեզի վրա դուք որ տեսաք կարմիր լայնարձակ այդ նշումը, սա հայկական լեռնաշխարհի եւ հարակից երկրների 17 երկրների դաշինքն է։ Շատ հետաքրքիր է, սա թերևս կարելի է կոչել պատմության մեջ հայտնի առաջին մեծ կոալիցիան, երկրների կամ իշխանությունների մեծ կոալիցիան, որը փաստորեն Փոքր Ասիայից խեթական պետության տարածքից, Խաթիից տարածում է մինչև Ֆարսի տարածքը, Պարսի կամ Պարասի երկրի տարածքը, սա թերևս Պարսից երկրի հնագույն հիշատակությունն է եւ ընդգրկում է ամբողջ հայկական լեռնաշխարհը կամ մեծագույն մասը հայկական լեռնաշխարհի։
կենտրոնը հենց ինքը հայկական լեռնաշխարհն էր եւ հետաքրքիր է, որ այս 17 երկրները հիշատակվում են եւ 3 տարբեր բնագրերում աքադական բռնակալության դեմ որպես պայքարողներ։ Ընդ որում հետաքրքիր է, որ տարբեր բնագրերում մենք տեսնում ենք սկզբում այս պայքարի, այսինքն 17 երկրները միավորվում են եւ նրանցից մեկը դառնում է բոլորի առաջնորդը։ Եվ պայքարի սկզբնական շրջանում մենք տեսնում ենք ուրեմն կա Արմանի երկիրն է պայքարում, Նարամ Սուենը կարծես թե հաջողության է հասնում, որովհետև Դիարբեքիրի շրջանում թողել է արձանագրությունը, հաղթող Նարամ Սուեն եւ իր արձանագրություններից մի քանիսում իրեն փառաբանում է որպես հաղթողը Արմանումի կամ եւ Էբլայի։ Էբլան, ասեցի, Սիրիայի տարածքում է գտնվում, Արմանումը, դա նույն Արմանի երկիրն էր, ումը աքադերենի վերջավորությունն է, ուղղական հոլովի վերջավորությունը, եւ թերևս հաջողության հասավ, սակայն դա չապահովեց իր այսպես մեծ հաջողությունը, որովհետեւ դրանից հետո Լուլուբում երկիրը, որը գտնվում էր Ուրմիո լճից հարավ, նա է անցնում ղեկավարությանը, խնդրեմ հաջորդ պատկերը հիմա ցույց տամ, նա է անցնում ուրեմն ղեկավար այսպես դիրքի եւ Լուլուբումի առաջնորդը Անուբանին հաղթանակ է տանում ուրեմն Նարամ Սուենի նկատմամբ։ Դրանից հետո ղեկավարությունը 17 երկրների դաշինքի անցնում է կորդված երկրին, հայկական լեռնաշխարհի ուրեմն Կուտիում երկրին, որն էլ փաստորեն դառնում է առաջամարտիկ այս պայքարում եւ դառնում է սեմական բռնակալության կործանողը։ Իդեպ այս աքադական պետությունը համաշխարհային պատմության մեջ հայտնի է որպես առաջին բռնապետությունը։ Ես խնդրեմ հիմա այս պատկերը հաջորդ ցույց տան։ Այ հիմա դուք ձախ կողմում տեսնում եք Նարամ Սուենի կոթողը, որը արշավանքի մասին է պատմում դեպի Լուլուբում երկիր, սկզբում հաջողություն ունեցավ եւ տեսնում եք այնտեղ իր ոտքերի տակ նվաճված երկրների զորքերն է նկարագրվում, իսկ արդեն աջ կողմում տեսնում եք Անուբանի կոթողը, որտեղ ինքն է եւ դիմացը Իշտար կամ Ինաննա Անահիտ դիցուհին հաղթանակի եւ ինքը ոտքը դրած թշնամու վրա։ Այս պատկերաքանդակը այսօր Պարսկաստանի տարածքում է գտնվում Ժայռի վրա եւ կարևոր ներքևում ունի նաեւ արձանագրություն այդ հաղթանակի մասին։ Եվ սրանից հետո մենք տեսնում ենք, երբ որ Կուտիում անունը շատ հետաքրքիր է, այդ ումը նորից վերջավորություն է, Կուտի կամ Գուտի ձևը հետագայում կմտնի արաբերենով կստանա Ջուդի եւ դա կորդված Արարատի անունն է, որը Ղուրանում դուք կկարդաք որպես ջրեղեղից հետո փրկության լեռան անուն։ Մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու, ուրեմն Կուտի անունը կորդված աշխարհի հնագույն անունն է եւ կորդված Արարատը որպես Կուտի, Գուտի, հետագայում Ջուդի լեռ հայտնի է նաեւ Ղուրանում։ Հիմա խնդրեմ ես հաջորդ քարտեզը ցույց տամ 17 երկրների միացյալ ուժերը անցնում են, այ դուք տեսնում եք կորդված աշխարհի տարածքը կապույտ ծլակներով Նարամ Սուենի արշավանք եւ պարտությունը այդ կետագծերով հետ եւ այնտեղից 17 երկրների միացյալ ուժերը Կուտիում կորդուքից շարժում են նախ Ուրբիլում, Սիմուրում երկրների տարածքը մուգ գույնով, հետո ավելի բաց գույնով ամբողջ Միջագետքի հյուսիսն են ազատագրում եւ Սիպար քաղաքում, որը արևի պաշտամունքի կենտրոնն էր, թողնում են իրենց մեծ արձանագրությունը, ապա երրորդ փուլում նաեւ մտնում են Աքադի տարածք, կարողանում են գրավել Աքադը, շարունակում են մինչև Շումեր, Պարսից ծոցի ափ եւ այնտեղից էլ Էլամ, որը Իրանի հարավ-արևմուտքում է գտնվում։ Եվ այս հաղթարշավի շնորհիվ ստեղծվում է բավականին մեծ մի աշխարհակալություն, որի սահմանները փաստորեն հարավում հասնում են Պարսից ծոցին, արևելքում իրանական Սարարարթի հարավ-արևմուտքում են գտնվում, արևմուտքում հասնում են Միջերկրական ծով, Լիբանանի մայրիների լեռները, իսկ հյուսիսում ընդգրկում են հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։ Ինչու եմ ասում մեծագույն մասը, գուցե ողջ լեռնաշխարհը, այնուամենայնիվ մենք ամենահյուսիսային կետը, որ ունենք հայկական լեռնաշխարհի, դա ունենք Երզնկայի շրջանի հիշատակությունը, Խախում շրջանը կամ Խախի շրջանը, այդ ումը նորից վերջավորությունը, եւ այս Խախի շրջանը հիշատակվում է նաեւ խեթական աղբյուրներում, հետագայում հիշատակվում է նաեւ հայկական աղբյուրներում, Մովսես Խորենացու մոտ, Փավստոս Բուզանդի մոտ եւ հայտնի է որպես ոսկու հանքերի շրջան։ Բարձր հայքի այդ հայտնի ոսկու հանքերն են
որոնք շահագործվում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև այսօր։ Այսօր Թուրքիայի քարտեզը, եթե դուք նայեք, այդ շրջանում ոսկու հանքի նշանը կտեսնեք։ Եվ հենց այդ ոսկու հանքերն էին, որը գրավելու համար Ալեքսանդր Մակեդոնացին ուղարկել էր իր զորավարներից մեկին, Մենոնին, որը խայտառակ պարտություն կրեց Հայաստանում, եւ ինչպես հույն պատմիչ Ստրաբոնն է վկայում, տեղացիները ոչնչացրեցին նրա բանակը, իսկ նրան խեղդամահ արեցին։ Դրանից հետո Մակեդոնացին չհանդգնեց նոր զորք ուղարկել Հայաստան, որի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու։ Ուրեմն այսպիսի աշխարհագրական մեծ տարածում ունի եւ շատ հետաքրքիր է կուտիական աշխարհակալությունը իր կառուցվածքով։ Իդեպ պետական կառավարման մասին մենք երբ որ խոսում ենք, տեսնում ենք հին Հայաստանում 3-րդ հազարամյակում, այսպես ասեմ, պետական կառավարման երկու հետաքրքիր մոդել։ Արատտայի ժամանակաշրջանում մենք տեսնում ենք երկրի ղեկավար գլուխ է կանգնած քրմապետ արքան, դա թեոկրատական աստվածապետական պետություն է, նրան կից գործում է ավակների ժողովը, բարձրագույն խորհրդակցական ժողովը, ճակերտներով ասենք այն ժամանակների պարլամենտը։ Հետաքրքիր է, որ երկիր ունի տնտեսական բարձրագույն պաշտոնյա, կառավարիչ է կոչվում, այսպես էլի ճակերտներով ասենք այն ժամանակվա վարչապետը, եւ կան տնտեսական պաշտոնյաներ, հարկահաններ, վերակացուներ։ Այս դաշինքը, որ գործում է 17 երկրների դաշինքը, հետաքրքիր է, ամեն մեկը իրենց ներսում ունեն մոտավորապես նման կառուցվածք, ամեն դեպքում նրանց ղեկավարում են քրմապետ արքաները, ինքը արքան եւ քրմապետն էր եւ զորապետն էր, այդ ժամանակ դեռևս այս պաշտոնը միասնական էր, հետագայում է, որ քրմապետի եւ արքայի պաշտոնը կառանձնանա, եւ մենք դա Հայաստանում տեսնում ենք բավականին հետաքրքիր այդ ընթացքը։ Իսկ այս ժամանակաշրջանում դեռևս դա միասնական է եւ հետաքրքիր է, որ 17 երկրները գործում են միասնաբար եւ այդ որոշակի ժամկետը 1, նրանցից մեկը դառնում է ընդհանուրի ղեկավարը։ Գոնե մենք դա տեսնում ենք Արմանի, այնուհետեւ Լուլուբում, այնուհետեւ Կորդուկ, Կուտիում։ Այս 3 հետաքրքիր փաստը մենք ունենք եւ շատ ուշագրավ է այս ժամանակաշրջանի համար, այսինքն մի տեսակ սա արքոնտների համակարգն է հիշեցնում հին Հունաստանում, պարզապես հին Հունաստանից ավելի քան 1000 տարի առաջ, երբ որ ավակների այսպես ընդհանուր վեհաժողով է գործում եւ նրանցից ամեն մեկը որոշակի ժամկետով ընտրվում է։ Ես ինչի համար եմ շեշտում որոշակի ժամկետով։ Կուտիական կամ կորդված աշխարհակալությունը, որը մեր պատմության կարևոր մի շրջանն է, մոտ 100 տարի տևեց, զբաղեցնում է Քրիստոսից առաջ 22-րդ դարը։ Նարամսոյենը այդ ինքն իրեն իդեպ Աստված էր հռչակել իր կենդանության օրոք եւ մեր վիպասքի բելի նախակերպարը նաեւ կարող է լինել պատմական նախակերպարը։ Նա սպանվեց մեր լեռնաշխարհի զորքերից Քրիստոսից առաջ 2200 թվականին։ Եվ այդ շրջանից մոտ 100 տարի տևում է հայկական լեռնաշխարհի գերիշխանությունը ամբողջ առաջավոր Ասիայում, քարտեզը որ քիչ առաջ տեսակ։ Հետաքրքիր է, որ այս ժամանակաշրջանում հիմնականում խաղաղություն տիրեց, այսպես փոքր մանր կռիվներ, եթե հաշվի չառնենք, եւ այս գերիշխանության ժամանակաշրջանում սկսում է շումերական վերածնունդը։ Սա աշխարհի քիչ երևույթներից մեկն է, երբ որ գերիշխանության ներքո վերածնունդ կարող է սկսել։ Եվ այդ վերածնունդը արտահայտվեց բավականին մեծ, այսպես մշակույթի նաեւ գործերով, հիմա օպերատորին խնդրեմ ցույց տա, այդտեղ դուք կտեսնեք այդ ժամանակաշրջանի ամենանշանավոր կառավարիչ Գուդեայի արձանը, ասենք, ներեցեք, սա ուրեմն հիմա դեռ 22-21-րդ դարից մենք տեսնում ենք էկրանի վրա շատ կարևոր երկու հնագիտական գտածո, Քարաշամբից են գտնվել Եղվարդի մոտ գտնվող հնավայրից, ուրեմն ձախ կողմինը Արծաթե Սափորն է, հայտնաբերողը Վահան Հովհաննիսյանն էր, պատմաբան, հիմա Դաշնակցության նշանավոր գործիչներից, ռազմի տեսարաններով հաղթանակի, իսկ աջ կողմինը ուղղակի ծիսական, այսպես սրբազան զենքի խորհրդանիշ կացին է, մարտական կացին, որը ենթադրվում է նաև ծիսական արարողությունների ժամանակ է օգտագործվել, չափազանց կարևոր իրեր են 22-21-րդ դարերի մեր կարևոր հնավայրերից մեկից, ուրեմն Քարաշամբի հնավայրից։ Հաջորդ պատկերը հիմա խնդրեմ ցույց տա, այ հաջորդ պատկերում դուք կտեսնեք Միջագետքի ամենանշանավոր կառավարիչ Գուդեայի արձանը, հիմա որ տեսնում եք, ընդ որում ասենք միայն Լուվրի թանգարանում մի ամբողջ սրահ Գուդեայի արձաններն են զբաղեցնում։
իսկ աջ կողմում նույն ժամանակաշրջանի մի արձանիկ, արծվա ցլի դեմքով, ցլի մարմնով դիցաբանական մի կերպար է, ներքևում արդեն 21-րդ դարին է վերաբերում Ուրի 3-րդ դինաստիայի պատկերներից մեկն է, որին մի քիչ հետո կանդրադառնամ։ Այս ժամանակաշրջանում ի՞նչն է հետաքրքիր, փաստորեն 17 իշխանությունների ղեկավարները ընտրվում են եւ որոշակի ժամկետով իշխում են։ Այս մոտ 100 տարվա ընթացքում 21 հոգի իշխեցին եւ հետաքրքիր է մեզ հասել է շումերական արքայացանկը եւ նրանց գահաժամկետները։ Իրար հետևից իշխում են, ասենք 3 տարի, հետո փոխվում է, ասենք 6, հետո փոխվում է, ասենք 7, եւ հետաքրքիր է, գահաժամկետները փոխվում են եւ կան կրկնվող անուններ։ Հիմա կարծիք կա, որ դրանք եղել են տարբեր թագավորներ նույն անուններով, որոնց համարակալում են առաջին, երկրորդ, կարծիք կա, որ նույն անձը կարող էր ընտրվել երկրորդ անգամ։ Մենք չգիտենք հստակ, բայց հետաքրքիր մի բան ասեմ, այ քիչ առաջ դուք որ տեսաք Գուդեայի արձանը, մեզ հասել են արձանագրություններ, որտեղ նշվում է, որ ինքը Գուդեան ընտրվել է։ Գուդեան ընտրվել է բավականին մեծ քանակությամբ ժողովրդի կողմից եւ հետաքրքիր է, որ մեր կառավարիչները, նույնիսկ միջագետքի կառավարիչ նշանակելու համար տեղում ընտրություն են անցկացրել եւ նրանց ընտրյալին են նշանակել իրենց կառավարիչ։ Սա շատ հետաքրքիր է, սա ինչ ասեմ, դեմոկրատիայի վաղագույն դրսևորումներից մեկը, ընդ որում մեզանից 4200 տարի առաջ։ Սա բացառիկ մի բան է եւ մեզ համար խիստ պատվաբեր մեր երկրի պատմության հետ կապող բացառիկ այս իրադարձությունը։ Եվ 21-րդ դարում ես մի քիչ արագ անցում կատարեմ, շատ հետաքրքիր մի տեղեկություն մենք ունենք, որը նաև մեզ մտորելու տեղիք պետք է տա։ Երբ որ կուտիական աշխարհակալությունը ավարտվեց, Սուբուր Արմանի երկիրը շարունակում է մնալ հզոր եւ միջագետքի այ քիչ առաջ ներքևի այդ աչանկյունի պատկերը որ տեսակ, Ուրի 3-րդ դինաստիայի թագավորներից մեկը Ուրնամուի հետ հաջորդներից մեկը Շուլգի արքան հատուկ ուղարկում է հետախույզ։ Հետախույզները ուղարկում դեպի Հայաստան, հայկական լեռնաշխարհ, Սուբուր երկիրը, ասում են, որպեսզի չկրկնվի այն ինչ որ եղավ, այսինքն կուտիական աշխարհակալության այդ հզոր ռազմարշավները չկրկնվեն եւ այդ 100-ամյա տիրապետությունը միջագետքի վրա նորից չլինի եւ հետաքրքիր է, այս հետախույզը գալիս է։ Հիշատակում է, որ Հայաստանում կար արքան ուներ հատուկ արշավանքների տուն։ Այսօրվա, եթե բարերով ասենք, դա գլխավոր շտաբ մոտավորապես։ Եվ հետաքրքիր է նկարագրում է նստած էր արքան ոսկե գահի վրա, ոտքերը դրած ոսկե թորակի վրա, նրա կողքը կանգնած էին նրա հազարապետերը, նրա զորավարները, եւ ինչն է շատ կարեւոր, բավական հզոր ծաղկուն մի երկիր է ներկայացվում եւ պալատի ներսը ասում է զարդարված էին ոսկե եւ արծաթե զենքի տեսակներով, ճիշտ ինչ որ մենք տեսնում ենք Վանի թագավորության Ուրարտու Արարատի ժամանակաշրջանում եւ որ մեզ մտորելու տեղիք ինչը պետք է տա։ Առաջին անգամ Քրիստոսից առաջ 21-րդ դարում ունենք վկայություն, Հայաստան ուղարկվում են հետախույզներ։ Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր պետականությունների թերևս ամենաթույլ կողմը եղել է հետախուզության եւ հակահետախուզության պակասությունը։ Եվ բազմաթիվ օրինակներ կան, մի քանի տարի առաջ հիշում եք, որ ձերբակալվեց եւ հիմա բանտում է գտնվում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչ Համբարձում Բոջոլյանը, որը ոչ ավել ոչ պակաս լրտեսություն էր անում Թուրքիայի օգտին։ Սա նախագահի թարգմանիչ եւ լրտես, ծայրահեղ, այսպես անպատվաբեր բան է մեր պետության համար։ Եվ գիտենք նաեւ բազմաթիվ թերություններ, երբ որ մեր երկրի անվտանգության կառույցները ամենևին էլ իրենց բարձունքի վրա չեն գտնվում։ Սա մեր պատմության ամենաբաց խոցելի կողմերից մեկն է։ Օրինակ ասորեստանյան արձանագրություններից, լրտեսական նամակներից մենք ավելի շատ բան ենք իմանում Վանի թագավորության մասին, քան թե բուն Վանի թագավորության սեպագիր արձանագրություններից։ Եվ այսօր էլ ցավոք սրտի մեր հետախուզական, հակահետախուզական կառույցները իրենց բարձունքի վրա չեն գտնվում, սա պետք է մտահոգի ամեն հայ մարդու։ Այսպիսով, երբ որ մենք ամփոփում ենք, տեսնում ենք, որ Քրիստոսից առաջ 21-րդ դարում Հայաստանը գտնում է բավականին հզոր վիճակում, նկարագրությունը կա, իդեպ այդ բնագիրը, որ ասեցի, նաև թարգմանված ամբողջությամբ վերված է այս գրքի ուրեմն հավելվածում,
Մենք ունենք բավականին մեծ քանակությամբ արձանագրություններ եւ դրանք բոլորը մեզ գալիս են ցույց տալու, որ Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում բավականին հարուստ պատմությամբ է ներկայանում, հին Առաջավոր Ասիայի, հին Արևելքի կարևորագույն երկրներից մեկն էր եւ կարևորագույն դերակատարում ուներ։ Մենք այսօր սահմանափակվենք այսքանով, իսկ հաջորդ մեր հանդիպումը, մեր հաղորդումը նվիրված կլինի հայոց բունտոմարի 4500-ամյակին եւ եթեր կհեռարձակվի առաջին հաղորդումը օգոստոսի 11-ին։ Այսքանը, մնացեք խաղաղությամբ։